Բարձր սիրելի հետևորդներ, այսօր կլուծենք շտեմարանի բաժին 3-ի երկրորդ վարժության առաջադրանքները։ Գրենք վարժություն 2, առաջադրանք առաջին։ 2x-ը հավասար է x։ Հետևյալ հավասարումը լուծելու համար նախ գրենք հավասարման թաբը։ Գրենք թաբ։ Մենք գիտենք, որ հայտարարում 0 պետք է չլինի, այսինքն գրենք, որ հայտարարի թիվը x-ը հավասար չէ 0-ի, այնուհետև հավասարման երկու կողմերը բազմապատկենք x-ով հայտարարից ազատվելու համար։ Գրենք x անգամ 2x հավասար է x անգամ x։ Այստեղ x-երը կկրճատվեն, կստացվի 2 հավասար է x քառակուսի, որտեղից x-ը հավասար է պլյուս մինուս արմատ 2-ի։ Այստեղ երկու արմատներն էլ բավարարում են թաբին, հետևաբար պատասխանը պլյուս մինուս արմատ 2-ն է երրորդ տարբերակը։ Գրենք երկրորդ առաջադրանքը, տանգես x-ը հավասար է մինուս 1, գրենք x-ը հավասար է արկ տանգես մինուս 1 պլյուս պիկա, որտեղ կամ պատկանում է z-ի։ Գրենք x-ը հավասար է, մինուսը գալիս է դիմաց, ինչպես գիտենք տանգեսի և սինուսի արկ տանգեսի և արկ սինուսի դեպքում, ստացվում է արկ տանգես 1 պլյուս պիկա, որտեղ կան ամբողջ թիվ է, պատկանում է z-ին, x-ն էլ հավասար է մինուս, ինչպես գիտենք տանգեսը 1 արժեք ընդունում է 45 աստիճանում, այսինքն պի 4-որդում, այսինքն մինուս պի 4 պլյուս պիկա, որտեղ կան պատկանում է z։ Ընտրենք ճիշտ տարբերակը առաջինը։ Գրենք երրորդ առաջադրանքը, խորանարդ աստիճանի արմատ 2, բարձրացրած x մինուս 1 աստիճան հավասար է 4։ Այստեղ կարող են գրել արմատը գրենք կոտորակային ցուցիչով, այսինքն լինելու է 2-ի 1/3 աստիճան բարձրացված x մինուս 1 աստիճան հավասար է 4-ը գրենք 2 հիմքով, կստացվի 2-ի քառակուսի, ստացվում է 2-ի 1/3 անգամ x-ի մինուս 1 աստիճանը x-ի մինուս 1/3 աստիճան հավասար է 2-ի քառակուսի, այսինքն x-ի մինուս 1/3-ը հավասար է 2-ի, քանի որ հիմքերը նույնն են, ցուցիչներն էլ պետք է նույնը լինեն, իրար հավասար։ Այստեղից x մինուս 1-ը հավասար է 2 անգամ 3 6, x-ն էլ հավասար է 7-ի։ Ընտրենք ճիշտ տարբերակը առաջինը։ Գրենք չորրորդ առաջադրանքը, մոդուլ x-ը հավասար է մինուս x։ Հետևյալ հավասարումը լուծում կունենա միայն այն դեպքում, երբ մեր x-ը լինի բացասական թիվ, քանի որ մոդուլից դուրս չի գալի բացասական, իսկ այստեղ կա մինուս արտադրիչ, հետևաբար մեր x-ը պետք է լինի բացասական, որպեսզի հետևյալ հավասարումը լուծում ունենա, բացասական կամ հավասար լինի 0-ի, այսինքն մեր x-ը պետք է փոքր կամ հավասար լինի 0-ի, այսինքն x-ը պատկանում է մինուս անսահմանությունից մինչև 0 ներառյալ կիսաբաց միջակայք։ Ընտրենք ճիշտ տարբերակը չորրորդը։ Շնորհակալություն դիտման համար, խնդրում եմ բաժանորդագրվել հետագա վիդեոդասերը բաց չթողնելու համար։